Երևանում կրկին ծովը ծնկից է։ Մի քանի ժամ հորդարատ անձրև եւ մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար է, կամուրջների տակ իսկական հեղեղ։ Տակը ջրից փչացել է։ Հետո ասում են քաղաքը բարեկարգում ենք, էսի քաղաքի բարեկարգած վիճակն է։ Մի մետր կեսից անում են ջուրերը ստեղ, ախպեր։ Մինչև ծնկները սա այստեղ ջրում է։ 250,000 կտինա մոտորը ռեմոնտ անել, ով է մեղավոր։ Պատասխանը ով է տալու։ Իհարկե ոչ մեկ, բայց իրանք մեղքով են։ Անորակ ասֆալտն ավելի է ծանրացնում առատ տեղումների հետևանքները։ Մայրաքաղաքի ասֆալտն այս տարի առաջին փուլով քարուքանդարեց սառցակալած ճանապարհները մշակելու պատճառով օգտագործված աղն ու ավազը։ Այսպես էր քաղաքապետարանը բացատրել ձնհալից հետո մայրաքաղաքում առաջացած համատարած փոսերը, նույնիսկ այն հատվածներում, որտեղ նոր էին ասֆալտի թարմացման աշխատանքներ կատարվել։ Այդ վիճակում տեղացած մի փոքր առատ անձրևը ավելի է վատթարացնում վիճակը։ Շենգավիթ վարչական շրջանի Հայկ Հովսեփյան փողոցն է։ Հին ասֆալտը քերել են, բայց նորը չեն լցրել։ Սմե երկու հատ փոս կար, վարորդները իրանց ձեռքերով ավազ քար լցեցին, անցան դարան, անցավ շաբաթներ, սկսան փորելը, քերել, տանելը, քերում են, տանում են, արտադրամաս սարքում են բորշ, բերում, փռում են։ Երևանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանն ասում է. պատճառը ասֆալտի որակն է։ Փոսալցումն անում են առանց բիտումի, ասֆալտի բարակ շերտով։ Նոր առած ասֆալտը քանդվում է, մեկ թեթև անկախատեսելի անձրևի արդյունքում։ Նորից ասֆալտ են անում, որտեղ դրա մեջ փողն է։ 2 միլիարդ 492 միլիոն դրամ փող են դուրս գրել փոսալցման եւ ասֆալտապատման համար։ Այսօր առավոտյան 2 օրվա արած ասֆալտը միանգամից քանդվել է ու մեքենան հայտնվել է փոսում։ Ողբալի վիճակ է, մարդիկ իրենց մեքենաները ջարդում են, բայց եթե հանկարծ գույքարկը չմուծեն նույն մեքենաներ կհայտնվեն հարկադիր կատարողականների տիրույթում։ Գևորգ Ստեփանյանի խոսքով քաղաքապետարանում գործը մեկը մյուսի վրա են բարդում եւ արդյունքում ոչ մի աշխատանք չի կատարվում։ Հեղեղատարները խցանված են ով է մեղավոր ըստ ՔՊ-ի, վիոլա ջուրը, անձրևագալի ով է մեղավոր ամպերը, ձյունա գալիս ով է մեղավոր որ սառցակալում է աղը։ Իրանց վարչական շրջանի ղեկավարից մեկը ասեց պարոն Ավինյան, անձրևն եկավ քշեց տարավ ասֆալտը։ Եթե քաղաքապետարանը շարունակի նորմալ որակի ասֆալտապատման աշխատանքներ չկատարել, ապա եւս մի քանի տեղումն առած ձմեռ ու գարուն եւ քաղաքը կվերածվի ծովից ծով Երևանի։